Բարև, այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել այս հրաշք մթերքը, կոչվում է պատիսոն։ Այն շատ հարմար է լցոնելու համար, նրանով նաև թթու են պատրաստում։ Ասեմ, ինչ է հարկավոր կերակուրը պատրաստելու համար։ Պատիսոն, սա դդմիկի մի տեսակ է։ Թարմ լոլիկ, սխտոր, պղպեղ, սմբուկ, գլուխ սոխ, տավարի աղացած միս, մաղադանոս, կարմիր գինի, համեմի սեր, մաղացած կարմիր սեր պղպեղներ, աղ և ուսայող։ Եվ քանի որ գլխավոր դերում է պատիսոնը, սկսենք նրանից, ինչ ենք անում, վերցնում ենք նրան, կտրում ենք, այսպես կափարիչի նման, Այն շատ հարմար է լցոնելու համար։ Եվ փորելով սերմերը հանում։ Գլխիկները չխախտենք, սա սրանն է, սա սրանն է, սա սրանն է։ Վերցնում ենք ջեռոցի տապակը։ Մի փոքր բուսայող ենք քսում։ Եվ խոռոչով դեպի վերև դնում։ Սրանն է, սրանն է, սրանն է, մի փոքր աղ ենք անում, և դնում ջեռոցում։ Միացնում ենք ջեռոցի միայն վերևի մասը, որպեսզի տաքությունը վերևից լինի, և դնում ենք 130 ջերմաստիճանը։ Մոռացանք սրա մասին։ Իսկ հիմա սկսենք մշակել մթերքները։ Սկսենք սոխից, սոխ հեռացում ենք։ Ինչ բուսայող է։ Так, հնան, սոխը մանր կտրատում ենք։ Սոխին հաջորդում է պղպեղը, պղպեղն էլ մանր կտրատում ենք, երեկ է սերմերը և պտղակոթը հեռացնելուց հետո։
Դրան հաջորդում է սմբուկը։ Նույնպես մանր կտրատում ենք։ Խառնեք։ Խառնիր։ Խառնեք։ Շարունակի ժպտալ, այսինքն խառնել։ Դուր։ Բաց թող։ Հենց սկսես կարմիր կեղև կապել սմբուկը, ավելացնում ենք տավարի աղացած միսը։ Հենց միսը շագանակագույնեց, ավելացնում ենք սխտորը։ Եվ համեմում ենք անմիջապես։ Զսկում ենք համեմիսեր։ Աղ։ Եվ պղպեղներ։ Կարմիր և սև։ Ավելացնենք մի փոքր կարմիր գինի։ Մնաց գինի։ Այո, ինչ է շտապում։ Քեչով անցկացնում ենք լոլիկը։ Պատխակոտը և կլեպ է սխտորար է այստեղ Ոչ կա թողին դարայես Ոչ Մի քիչ ավելացնում ենք Քերած լոլիկ Եվ կրակը անջատում ենք Արագ մանրացնենք մաղադամասում Սխտոր ոտքի տակ մի ընկիկ Ահա, համարենք, որ խճողակը ավարտեցինք Ակի խառնենք, որպեսի համերը խառնում են
ճզմում ենք սխտորը։ Մնացած լոլիկի հետի մեջ, սա էլ համեմում ենք մի փոքր աղով և պղպեղներով և մի փոքր գինի։ Տեսնենք ինչ վիճակում են պատիսոնները։ Գրեթե մի փոքր փափկել են, հեռացիր տախտակ։ Այսինքն ինչի հեռացիր, կանգնիր այդտեղ և սպասիր։ Իսկ դու հեռացիր, դու տակ ես։ Յուղում ենք տապակը։ Եվ լցոնում պատիսոնները։ Լցոնելուց հետո ծածկում ենք կափարիչով, որն է սա կափարիչը, կարծում սա և դնում տապակի մեջ։ Նույն ձևով լցոնում ենք մնացած։ Եվ լցնում ենք սոուսը։ Կարելի է մի փոքր ջուր ավելացնել։ Ծածկում ենք ալյումինաթղթով։ Եվ դնում ջեռոցը։ Ջեռոցը միացնում ենք 180 աստիճան։ Փակ վիճակում պատիսոնները, այստեղ արդեն միացնում ենք ամբողջ ջեռոցի բոլոր տաքացուցիչները։ Թողնում ենք մոտ 30 րոպե, որից հետո կհեռացնենք ալյումինաթուղթը, կթողնենք ևս 15 րոպե և կմատուցենք։ Լցոնած պատիսոն։ Պատիսոն 3 հատ, տավարի աղացած միս 300 գրամ, լոլիկ 1 հատ, պղպեղ 1 հատ, սմբուկ 1 հատ, սոխ 1 գլուխ, կարմիր գինի մոտ 70 մլ, սխտոր 3 բջեղ աղ պղպեղներ, համեմի սերմ, կես թեյի գդալ, բուսայուղ և մաղադանոց։ Պատրաստման եղանակը։ Պատիսոնի գլխի մասը կափարիչի նման կտրել, մեջերը փորել հանել, բուսայուղ քսել ներսից, դնել ջեռոցի տապակի մեջ և 130 աստիճան ջերմությամբ եփել մոտավորապես 10 րոպե։ Դրանք պետք է թեթևակի փափկեն։ Սոխը մանր կտրտել, բուսայուղով տապակել, ավելացնել կտրտած պղպեղը, ապա լցնել մանր կտրտած սմբուկը, խառնելով տապակել մոտ 5 րոպե, դրանից հետո ավելացնել տավարի աղացած միսը և տապակել մինչև միսը պատրաստ լինի։ Վերջում ավելացնել մանրացրած սխտորը, համեմի սերմը, աղ ու պղպեղներ անել։ Այս ամենին ավելացնել
կարմիր գինու կեսը, քերիչով անցկացրած լոլիկի զանգվածի կեսը, կրակն անջատել, դրանից հետո ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, խառնել։ Լոլիկի մնացած հյութին ճզմած սխտոր, աղ, պղպեղներ և գինի ավելացնել, խառնել։ Պատիսոնները տեղափոխել տախտակի վրա, տապակը յուղել, պատիսոնները լցոնել, ծածկել իրենց կափարիչով, դնել ջեռոցի տապակի մեջ, լցնել լոլիկի սոուսը, որ արդեն նախապատրաստել են, ծածկել ալումինաթղթով և 180 աստիճան ջերմությամբ ջեռոցում եփել մոտ 30 րոպե։ Դրանից հետո հեռացնել ալումինաթուղթը, թողնել ևս 10-15 րոպե, մինչև պատիսոնները կարմրեն։ Իսկ հիմա կառաջարկեմ ձեզ միասին պատրաստենք նախաճաշ, որի ամենակարևոր բաղադրիչը իհարկե հացն է։ Ասեմ ինչ է հարկավոր։ Ձու, սունկ, բեկոն, կարագ, թարմ լոլիկ, մաղադանոս, դեղին պանիր, աղացած պղպեղ, աղ և հաց, լեցրած ամբողջական սորենի հատիկից պատրաստված։ Եվ քանի որ գլխավոր դերում նա է, հենց նրանից է սկսենք։ Այս հարկավոր է 3 շերտ հաց։ Այս ամենահամեղ մասը քեզ, վերցրու, սրտից եմ կտրում։ Բայց ես ուզում էի։ Իհարկե։ Չէր ուզում, դու ուղղակի աչքերով, այսպես հայացքով աղերսում էր, դու ինձ այդ հացի կտորը տուր։ Ես տես բարեր չգիտեմ։ Դե արդեն գիտես։ Դսա էլ վերցու։ Մարդես ինչ իմանաս ու աղին չանի։ Պահիր։ Կարող ես փռնչոր պատրաստել և պահել, տանը մի մոտ անկյուն։ Եվ ոչ մի փշուր թանկարժեք հացից։ Շուր ես կեչ պահեմ։ Որի, վերցու։ Իսկ մենք շարունակենք, տապակը հայտնվում է գազօջախին։ Կարակ ենք կսում։ Կարակը պետք է շատ չլինի։ Ես ընդհանրապես հարկավոր է տապակել հացի շերտերը։ Երկու կողմից թեթև կարմրացնել։ Մինչ այն տապակվում է, մշակենք եղած մթերքները։ Սկսենք ագարիկանից։ Շերտատում ենք այն։ Մի փոքր թող մյուս կողմից տապակվի, մինչ այդ հարենք ձուն, այսինքն ձվերը, ես կասեի։ Համեմ ենք այն։ Ես չեմ հասկանում, հացին հետևող չկա։ Թող հացի։ Նրա հետ ոչինչ տեղի չի ունենա։ Մի անհանգստացի։
Այսպես հանում ենք, քանի դեռ նրանք տաք են և սուզում ենք հարած ձվի մեջ։ 1, 2 և շարում ջեռոցի տապակի մեջ։ Բայց նախքան այդ մի փոքր պետք է յուղել։ Սել էսպես։ Մյուս տապակն է հայտնում գազ ու ջախին, մնացած կարակը դնում ենք թող հալվի և տապակի մեջ շարում ենք ձվի մեջ թաթախած տես ինչպես են փափկել, շարում ենք հացի կտորները։ Թեթև տապակում ենք բեկոնը, կարելի է սունկնել, 3 կտորը բավական է և շերտատենք լոլիկը։ Հացի վրա դնում ենք բեկոնի տապակած շերտը, սունկ, լոլիկ և քեչով անցկացրած պանիր և սունկ միասին։ Նույն ձևով խճողում ենք մնացած հացերը և դնում ենք ջեռոց։ Ջեռոցը միացնում ենք 180 աստիճան և սրանք թողնում ենք այնքան, մինչև պանիրը հալվի վրան, որից հետո կարելի է մատուցել։ Հացով նախաճաշ։ Հաց, մեզ պետք կգա 4 շերտ, սունկ 3-4 հատ, բեկոն, մի քանի շերտ, ձու 2 հատ, լոլիկ 1 հատ, բաղադանոց տերևներն ենք օգտագործելու, կարակ 40 գրամ, աղ, սև պղպեղ։ Պատրաստման եղանակը. հացը շերտատել, տապակը դնել կրակին, մի քիչ կարակ քսել, հացի շերտերը 2 կողմից տապակել, ձվերը թասի մեջ ջարդել, համեմել, հարել, հացի տակ շերտերը անմիջապես սուզել հարած ձվի մեջ և շարել ջեռոցի յուղած տապակի մեջ։ Մնացած կարակով թեթևակի տապակել բեկոնի և սնկի շերտերը, մի մասը սնկի շերտերի, հացի վրա բեկոնի տապակած շերտ, լոլիկի շերտ դնել, վրան քերիչով անցկացրած պանրի և մնացած հում սնկի խառնուրդը դնել, եփել ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ, մինչև պանիրը հալվի։ Այսօր այսքանը և հատուկ նրանց համար, ովքեր սիրում են զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ, հաջորդ անգամ ձեռքի տակ մնացեք հավի դոշ, լազանիա շերտեր, կաթ, սոխ, կարակ, ալյուր, ձու, սպիտակ գինի, պարմեզան պանիր և վերջ։ Իսկ մենք կհանդիպենք երկու հանդիպենք։